Նոյեմբերյան համայնքի կողբ բնակավայրում ժամանակակից նոր սերնդի բազմաֆունկցիոնալ մարզասրահ կստեղծվի։ Նախաձեռնությունը միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրինն է, Եվրամիության լիդեր մոտեցմամբ իրականացվող տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում ծրագրի և կողբ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Դրան միացել է նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը։ Այսօր հուշագիր կնքվեց, որն էլ հիմք է դառնալու մարզասրահի ստեղծման համար։ Կողբում բազմաֆունկցիոնալ մարզասրահի ստեղծումը հենց այս նպատակին է ծառայելու Գանձոր տեղական ակտիվ խմբի համար։ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծում է, նախաձեռնությունը գալիս է համայնքի բնակիչներից, մարդկանցից, որոնք գիտեն իրենց խնդիրները և համախմբվել են այս նախաձեռնության շուրջ։ Այս ֆիթնես կենտրոնի շահագործումը հատուկ կարևորություն է ունենալու երիտասարդների կանանց համար, ովքեր պետք է ներգրավված լինեն համայնքի նոր վերակենդանացած սպորտային կյանքում։ Համայնքում հատուկ ծրագրեր են իրականացվելու նաև խոցելի խմբերի համար, նրանց արտոնյալ պայմաններ կտրամադրվեն։ Կարևոր է նաև, որ Գանձոր տեղական ակտիվ խումբը ստացած եկամուտը ներդնելու է համայնքային զարգացման այլ ծրագրերում։ Փորձնական կարգով հաշվի առնելով Եվրոպական միության լիդեր մեթոդաբանությունը, ստեղծել ենք 5 տեղական ակտիվ խումբեր, այսպես կոչված տախեր կամ լագեր, որոնք տեղակայված են Լոռու և Տավուշի մարզերում։ Ծրագրի շրջանակներում այս տախերը իրականացրել են ավելի քան 200 դրամաշնորհային տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են եղել ոչ միայն գյուղատնտեսության, այլև գյուղական կյանքին առնչվող ցանկացած նախաձեռնությունների և գործողությունների հետ։ Հարություն Գևորգյանի խոսքով նախաձեռնության կարևոր բաղադրիչներից է եղել տեղական ակտիվ խմբերի կայունության ապահովումը։ Իրականացվում են եկամտաստեղծ ծրագրեր զարգացման նախաձեռնությունների շարունակականությունն ապահովելու համար։ Աննա Իվանյանն էլ է կարծում, որ բիզնեսի, քաղաքասարակության, համայնքի և նախարարության աշխատանքը տվել է իր արդյունքը։ Հույս ունի, որ ծրագիրն ամուր կկանգնի ոտքերի վրա։ Ես չեմ ուզենա կորցնեմ այն ինչ ունենք, որտեղ այն ինչը որ ստեղծել ենք, ինքն էս չի որ 100% կանոնացա։ Դեռևս ժամանակ պետք է անցնի։ Մենք իր արդյունքը պետք է տեսնենք։ Իսկ այս պահին կիսակ թողելով, ինչքան էլ մենք ուզենանք իրան պահենք, չի լինելու, իրան օգնություն է պետք լինելու։ Դեռևս բարեկը պետք է ոտերի վրա լավ կանգնի ու քայլի։ Կողբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նույնպես ընդգծում է ինքնաֆինանսավորվող ծրագրերի կարևորությունը, նշում է, կազմակերպություններում նվիրատվությունների բարեգործությունների հեռանկարներին չեն հավատում։ Այսօրվա նախագիծը, երբ տեղում կա գործող ակտիվ խումբ, կա համայնք, որը հետաքրքրված եւ շահագրգռված է, որպեսզի նման կենտրոն ձևավորվի եւ նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որը փաստորեն այս նախագծի շրջանակներում ապահովելու է ամբողջ մարզագույքը, նման պարագայում կողբ հիմնադրամը ապահովելով շենքով, վերանորոգելով եւ տրամադրելով այդ շենքը, բնականաբար սա արդեն խոսում ենք ոչ թե նվիրատվության մասին ուղղակի, այլ զարգացման ծրագրի մասին եւ ամենակարևորը մարզական կենտրոնը ինքը նույնպես ժամանակի ընթացքում պետք է դառնա ինքնաբավ։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ Նա շնորհակալություն հայտնեց միավորված ազգերի կազմակերպությունից կողբից ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ավելացրեց, փոքր պետության գործ են անում։ Վստահեցնում որ մենք հոկտեմբեր ամսին կունենանք այն մարզական կենտրոնը, որը երազային շատ ու շատ համայնքներ։ Շնորհակալություն բոլորին։ Այնուհետև Հարություն Գևորգյանը ներկայացրեց մարզասրահի ստեղծման ծրագրի մանրամասները, որը ոչ միայն ֆինանսավորման հարցը կլուծի, այլ նաև կխթանի առողջ ապրելակերպը, կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Մենք բոլորս մեկտեղել ենք մեր ջանքերը, որպեսզի 736 քառակուսի մակերեսում ստեղծենք ժամանակակից նոր սերնդի բազմաֆունկցիոնալ սպորտային համալիր։ Մենք ընտրված է կողբ բնակավայրը, ինչու կողբը, որտեղ միայն կողբի բնակչությունը արդեն 4000 է, բայց եթե նրան միացնում ենք Նոյեմբերյան քաղաքի եւ հարակից բնակավայրերի բնակչությունը, արդեն մենք ունենում ենք ավելի քան 16000 ակտիվ մարդ, ովքեր որ կարող են օգտվել այս մարզասրահի ծառայություններից։ Ծրագրի ղեկավարն ընդգծում է, որևէ բան ստեղծելը իհարկե կարևոր է, սակայն դրա պահպանումը եւ զարգացումը ավելի կարևոր են։